Առնվազն 34 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգի դեղերի գործարանում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի հետևանքով։ Վիրավորների եւ անհետ կորածների թիվը դեռ չի հստակեցվում։ Շենքի ավերակներում փրկարարները փնտրում են արգելափակվածների։ Վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցել է զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ նրանց ընտանիքներին ֆինանսական աջակցություն կտա պետությունը։ Ոստիկանությունը գործ է հարուցել պետության դեմ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ ԱՄՆ նախագահը ստորագրել է պատմական հրամանագիր, որով չեղարկվում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչպես Սպիտակ տունն է հայտնում, աջակցելու երկրի կայունության եւ խաղաղության ճանապարհին։ Կմնան միայն այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են նախկին նախագահ Բաշար Ասադին, նրա համախոհներին, թմրանյութերի ապօրինի շրջանառությանը, քիմիական զենքին, իսլամական պետությանը եւ իրանական միջնորդներին։ Հրամանը պետքարտուղարին հանձնարարում է վերանայել Հայաթ Շահրիր Ալ-Շամի որպես ահաբեկչական կազմակերպության որակավորում եւ մակում ուսումնասիրել պատժամիջոցների մեղմացման տարբերակները։ Հիշեցնենք, որ Հայաթ Շահրիր Ալ-Շամը նախկինում համարվում էր ահաբեկչական կազմակերպություն։ Իսրայելական զինուժի նախորդ օրվա հարվածներից Գազայում սպանվածների թիվը հասել է 78-ի։ Ծովափնյա սրճարանում տեղի ունեցած ավիահարվածներից հետո մոտ 4 տասնյակ մարդ էր զոհվել, ըստ ականատեսների 23 մարդ էլ կրակոցների ժամանակ է զոհվել, երբ փորձել են սննդամթերք ստանալ։ Հայտնի է, որ զոհերի թվում է տեղացի լրագրող Իսմայիլ Խատաբը, ով հայտնի էր Գազայում մարդկանց օրհասական վիճակի մասին ռեպորտաժներով։ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, Associated Press-ին ասել են պաշտոնական աղբյուրները։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շարունակում է իր ուղղակի եւ անուղղակի շփումներն իրանցի պաշտոնատար անձանց հետ։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները գրել էին նաեւ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունների հնարավոր շարունակության մասին, սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հերքել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները արագ վերսկսելու որևէ ծրագիր։ Վրաստանում ընդդիմադիր 8 կուսակցություն հրաժարվում է մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Քաղաքական ուժերի հայտարարությունը խորհրդարանի առջև ներկայացրել է կուսակցություններից մեկի ԴՐՕԱ-ի առաջնորդ Էլենե Խոշտարյան։ Նա ու նրա հետ հացադուլ հայտարարած եւս մեկ գործիչ ասել է, որ դադարեցնում են հացադուլը։ Ըստ հակաիշխանական քաղաքական ուժերի ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը չի ծառայելու քաղաքացիների շահերին, այն միայն ստեղծելու է, մեջբերեմ, անօրինական ռուսական ռեժիմի լեգիտիմության տպավորություն։ Վրաստանի արևմտամետ քաղաքական կուսակցություններն ու խմբերը, որոնց նպատակն է լիովին ապամոնտաժել ըստ նրանց ռուսամետ Իվանիշվիլիի ռեժիմը, պնդում են, որ երկրում պետք է հաստատվի եվրոպական տիպի ժողովրդավարական կառավարում։ Իդեպ ընդդիմադիր հայացքներ ունեցողների աջակցությունը վայելող երկու ուժերի ղեկավարները իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։